Բարի լույս և բարի առավոտ ձեզ, իմ շատ սիրելի հետևորդներ ջան։ Եվ հարգելիներս շատ բարևներ Արմաշի համից, Հայաստանից դուրս ապրող մեր բոլոր հայությանը, ովքեր որ դիտում են իմ ալիքը։ Եվ նախապես շնորհակալություն եմ հայտնում Ջեր մեկնաբանության համար, հարգելիներս, իմ հարևանի երեխաներին շատ լավ գեղեցիկ մեկնաբանություններ էի գրել, շատ շնորհակալ եմ ձեզանից և Անին էլ ասում, որ շնորհակալ եմ, իմ հարևանի աղջիկը, երեկ ասում է, Գալյա տոտա, ես նայել եմ, էդ ինչ լավ բաներ էին գրել իմ մասին, ասեմ հա Անի ջան։ Եվ նախապես շնորհակալություն եմ հայտնում բոլորիցդ։ Հարգելիներս, դե մեզ մոտ սաղ գիշեր անձրև է տեղացել, առավոտյան էլ նորից անձրև, այսօր չեն կարողանա նորից թութ քաղենք, անձրևները չի թողում, որ թութ քաղենք, իհարկե ոչ միայն ես, հենց մեր գյուղում ոչ մեկն էլ, որ սենց անձրև է գալի, չեն կարողանում թութ քաղեն։ Դե ես էլ այսօր, եթե չունեմ թութ քաղելու, հարգելիներս, առիթից օգտվում եմ, ուզում եմ այսօր պատրաստեմ տոլմա։ Հարգելի հետևորդներ ջան, տոլման տարբերվող է ինքը, կպատրաստեմ և դուք կտեսնեք, ինչ ձև եմ պատրաստում։ Ինչի եմ ասում այսօր առիթից օգտվեմ տոլմա պատրաստեմ, եթե եղանակը լավ է լինում, բերքահավաքդ լավ է լինում, շատ է լինում և ժամանակ չես ունենում, որ խոհանոցում անդադ գտնվես և ինչ-որ մի համով բան պատրաստես, հարգելիներս։ Ճիշտ է, պատրաստում ենք, ուտում ենք, բայց այսինքն ժամանակատար սնունդ չեմ պատրաստում։ Դե ես էլ այսօր առավոտյան որոշեցի, որ պատրաստեմ տոլմա, հարգելիներս, բայց մինչ տոլման պատրաստելը մի բաժակ սուրճ պատրաստեմ, տղայիս հետ սուրճս խմեմ ու հետո անցնեմ իմ գործին։ Տղայիս սուրճը տվել եմ, դրսում է խմում, ես էլ խոհանոցում խմեմ ու անցնեմ գործին։ Սուրճս խմեցի, վերջացրեցի, հարգելիներս, հիմա նախապես սոպը լվացել եմ, հիմա կտրեմ, որպեսզի տապակեմ։ Եվ սա դնեմ գազօջախ։ Տոլման պատրաստում եմ։ Մեկ բաժակ բրինձ եմ վերցրել տոլմայի համար և մեկ բաժակ բղլուր։ Եվ հարգելիներս, հավի աղացած միսը, կրծքամիսը։ Շատ չեմ օգտագործում, հենց այս տոլմայի համար շատ հարկավոր չի։ Ընդամենը հավի կրծքամիս և ոչ շատ։ Միսն ու բղլուրը լցրել եմ, հարգելիներս, հիմա լցնում եմ բրինձը։ Սա դնենք մի կողմ, կտրատեմ կանաչիները։ Խառը կանաչի է, հարգելի հետևորդների, մայկու կանաչին է, համեմ, սամից, սոխ և այստեղ ունեմ ռեհան և ցիտրոն։ Մի քիչ էլ կավելացնեմ չորացրած ցիտրոն։
Հիմա ավելացնեմ սև պղպեղ, որ միշտ օգտագործում եմ, հարգելի հետևորդներ ջան, ամեն ինչի մեջ էլ օգտագործում եմ սև պղպեղ և կարմիր պղպեղ։ Կարմիր պղպեղ, լցնում եմ մի փոքր, շատ չէ, այսքանը բավական է, չամար, և գնամ հիմա էլ սոխառատը տեսնեմ ինչ վիճակում է։ Տոլման պատրաստում եմ հարգելիներս ձեթով։ Հիմա մի փոքր ոսկեգույն դառնա սոխը և ավելացնեմ տոմատ։ Մի քիչ ցիտրոն լցնեմ, չորացրած ցիտրոն։ Եվ աղ։ Այստեղ թավայի մեջ կավելացնեմ հիմա 1 բաժակ ջուր, մի քիչ էլ ջրով տեկի և կավելացնեմ հարգելիներս տոլմայի միջուկին։ Հիմա ջուր լցնեմ։ Դդմիկները վերջացրեցի, հիմա անցնեմ թուփին, հարգելի հետևորդներ ջան, թուփներ նորից տաք ջրով անցկացրել եմ, հիմա փոքրիկ կոթերը կհեռացնեմ, վերցրել եմ մեծ թփեր, հարգելիներս, մեծ թփերի մեջ հարմար է լինում փաթաթելը, այսպես շարեմ կողքերը, հիմա անցնեմ տոլմային։ Տոլման փաթաթելուց, հարգելիներս, դեռ չեմ դնում կաթսայի մեջ, բոլորը կհավաքեմ, տոլման կփաթաթեմ, կլցնեմ դդմիկների մեջ և կդասավորեմ այս փոքրիկ տախտակի վրա և հետո կդնեմ կաթսայի մեջ։ Հիմա առաջնահերթ փաթաթենք, այդ կներեք, այսպես պետք է անեի, կներեք, խառնեցի իրար, այս մեկի մեջ, այս աղմանի մեջ կդնեմ, հարգելիներս։
Այսպես մեծ թուփը այդպես գեղեցիկ է փաթաթվում հարգելի հետևորդներ ջան, առավելությունը հենց դա է, մեծ թփի։ Դուք ինձ գրել եք մեկնաբանություններում հարգելիներս թութը թափ չեք տալի, քաղում եք ձեռքով։ Այո, ասեմ, որ թութը չենք թափ տալի, հարգելիներս թութը հատիկ քաղում ենք ձեռքով, հետո վաճառում ենք։ Վաճառում ենք կիլոյով, հարգելի հետևորդներ ջան։ Այնպես է պատահում, որ հենց ես ինքս եմ իմ թութը շարում ամանների մեջ, լցնելուց հետո նոր վաճառում, դե պատահում այնպես, որ թութը տանում են, հենց թթի տերը ունի թութ շարող կանայք, այդպես բերում են կանանց և փողով թութ են շարում։ Պատահում է, որ հենց այդպես են տանում, բայց հիմնականում ես եմ իմ թութը շարում և թութը վաճառում ենք։ Թափ ենք տալում այն ժամանակ, երբ որ պետք է պատրաստեմ դոշաբ, հարգելիներս, կամ թեկուզ, որ օղի ենք քաշում, այդ ժամանակ ենք թութը թափ տալի, իհարկե ոչ հիմա, երբ որ թութը շատ լավ հասնում է։ Դե հիմա թութը այդքան լավ հասած վիճակում չի, քաղելուց էլ երևում է, որ ինքը կարմիր է, դեռ սևացած չի, որովհետև եղանակները չի թողում, որ թութը հասնի։ Անձրև, արև, քամի, խառը։ Դե այդպես հարգելիներս ասեմ, որ հասկանալի լինի։ Ու շատ համեղ է մեր արմաշի թութը, ժողովուրդ ջան, շատ համեղ է, շատ քաղցր համով թութ է։ Առաջինը քաղում են արմաշի թութը, վաճառում են, հետո նոր կողքի գյուղերը, որ հասնում է թութը, նոր արդեն կողքի գյուղերից են տանում, բայց հիմնականում արմաշի թութն է, որ համով թութ է, լավ թութ է ու երկրից էլ դուրս են հանում մեր թութը։ Հարգելի հետևորդներ ջան, մեր արմաշի ժողովուրդը շատ աշխատող, իրոք շատ աշխատող ժողովուրդ են, շատ։ Ու շատ լավ բանջարեղեններ են այստեղ մշակում, լավ ձմերուկ է լինում մեր արմաշում, բանջարեղենների մասին խոսք չկա հարգելիներս ու այս բոլորը արվում է հենց արմաշեցիների մեր ժողովրդի ձեռքով, այստեղ սիրուն մշակում են, անում են, աշխատող են, շատ աշխատող ժողովուրդ են, մեր արմաշի ժողովուրդը, պայքարող, աշխատող, ձգտող ժողովուրդ են։ Հենց մեր Արարատյան դաշտավայրի միրգը, բանջարեղենը շատ համով է, շատ։ Ծիրանի մասին էլ խոսք չկա։ Դե մնացածը հարգելիներս հավաքեմ կադրից դուրս, փաթաթեմ կադրից դուրս, հետո կմիանամ ձեզ։
Հերթը հասավ դդմիկներին, հարգելիներս, հիմա դդմիկներն եմ լցնում, չգիտեմ, այսպես երևում է թե չէ, բերեմ մոտիկ, ոյ, դդմիկները լցրեցի, այսպես հարգելիներս, հիմա սա էլ կեսը լցրել եմ, մի քանի հատն եմ լցնեմ, պետք է անպայման ձեռքով սիրուն նստացնեմ, թե չէ չեմ կարում քթալով լցնեմ ու դզեմ, այսպես, մեկնաբանություններում գրեք հարգելի հետևորդներ, հələ տեսնեմ դդմիկով կան մարդիկ, որ տոլմա են փաթաթել, հիմնականը դդմիկով, դե բանջարեղենով խառը փաթաթում են, ուղղակի դդմիկով մարդիկ կան, որ դեռ չեն փաթաթել, տեսնեմ բոլորն էլ լցրել եմ, բայց չեմ փակել, հիմա սենց դնենք փակենք, վերջ, ուրեմն ժողովուրդ ջան, վերցրել եմ մի քանի հատ բտիկներ, այսպես կտրում եմ կողքից մի փոքր և շարում եմ կաթսայի մեջ, այս բոլորը կլցնեմ, մի փոքր աղ կանեմ, սա էլ լավ լվացել եմ, աղաջերով եմ լվացել, բայց մի փոքր աղ կանեմ իրան, հիմա աղ եմ լցնում, և մի փոքր էլ կարմիր թխում, ես հենց դրա համար էլ տոլմայի միջուկը փաթաթեցի հարգելիներս, կծկամսով, հավի կծկամսով եմ փաթաթել, այսպես, հիմա հավասար շարեմ, և հետո այս բտիկների վրա, հարգելի հետևորդներ ջան, շարում եմ տոլման, փաթաթած թփով տոլման, սկզբից կշարեմ թուփը, հետո նոր դդմիկները, ձեռքով լավ կնստացնեմ ու փորձում եմ, որ շատ մոտիկ շարեմ, բոլորս էլ գիտենք տոլմա փաթաթելու ձևը, հարգելի հետևորդներ ջան,
բոլոր կանայք էլ գիտեն տոլման ինչ է, բոլորն էլ փաթաթում են, սա ուղղակի տարբերակ է, որ ես ցույց եմ տալի։ Հիմա մի քանի հատ էլ թուփ փաթաթեմ հարգելի հետևորդներ, որովհետև միջուկից ավելացել է եւ փաթաթելուց հետո կմիանամ նորից ձեզ։ Դասավորեցի կաթսայի մեջ, հիմա դնում եմ դդմիկները։ Հարգելի հետևորդներ ջան, ես պատրաստեցի այս տարբերակը հավի մսով, բայց սա այս տոլման շատ համեղ է լինում, որ պատրաստում են գարան մսով։ Նորից կաթսայի տակը դնում են գարան միսը եւ տոլման կարող եք փաթաթել տավարի մսով կամ գարան մսով, բայց շատ համեղ է ստացվում գարան մսով եւ խոսք եմ տալում, որ պատրաստելու եմ դրսում մի օր դրսում պատրաստելու եմ մաքուր օդում, գարան մսով եմ պատրաստելու եւ այդ տարբերակն եմ տեղադրելու YouTube-յան ալիքում ու պատրաստելու եմ օջախով։ Սա էսպես վերջացրեցի, կդնեմ հեսա գազ օջախին, մարմանդ կրակին եւ հանգիստ դանդաղ դեպի։ Ժողովուրդ ջան, այ էսպես։ Հիմա փորձեմ այս բաց թողած արանքներում էլ նորից տոլմա դնեմ, թփով տոլմա նորից դնեմ արանքները, որպեսզի ինքը շատ խիտ լինի եւ իրարից չառանձնանա։ Կաթսան արդեն դրեցի գազ օջախին եւ դրան դնում եմ մեծ ափսե։ Կաթսայի մեջ լցնում եմ սառը ջուր, տաք ջուր չեմ լցնում եւ ամենակարևորը վրան պետք է դնեն ծանր ինչ-որ մի բան, հարգելի հետևորդներ, որպեսզի ինքը հանկարծ իրարից չքանդվի, չառանձնանա տոլման։ Այսպես մի ծանր, տեսնեմ ինչ կարամ, մի ծանր կամ կաթսայով ջուր լցնեմ դնեմ վրան, մի բան կանեմ եւ ընթացքում կհետևենք տոլմային։ Տեսեք թե ինչ դրեցի հարգելիներս կաթսայի վրա։ Հասիկով ջուր լցրեցի եւ դրեցի ափսեի վրա, ինչի եմ վերցրել հենց այսպես բարձր ափսե, որպեսզի տոլմայի յուղը չհելնի, այսպես կաթսայի կողքերը հավաքվի։ Եվ էփում եմ մարմանդ կրակով։ Սիրելիներս, սա է տոլմայի վերջնական արդյունքը։ Սկուտեղը դրեցինք կաթսայի վրա եւ կաթսան շուռ տվեցինք հարգելիներս։ Ստացվեց այսպիսի համեղություն։ Տեսեք ինչ լավ կարմրել է բդիկները։ Գոլորշին չի թողնում, որ ավելի մոտիկից ցույց տամ։ Շատ համեղ եւ հյութալի տոլմա է ստացվի, հարգելի հետևորդներ ջան։ Տեսնենք ինչ ձև է էփվել, հարգելի հետևորդներ ջան։ Համը շատ լավն է, ես նախապես փորձեցի, մինչ սկուտեղի վրա լցնելը, հարգելի հետևորդներ ջան, իմ դասընկերուհիս ինձ հյուր եկավ եւ
վրայից վերցրեցինք մի քանի հատ եւ համտեսեցինք։ Շատ համով էր, շատ լավ էր ստացվել։ Հիմա էլ միսը փորձենք, տեսեք, միս ինչ լավ է եպվել։ Ժողովուրդ ջան։ Այսպես։ Դե համի մասին էլ խոսք չկա, սիրելիներս։ Դուք էլ կարող եք այս տարբերակով պատրաստել այս համեղ տոլման։ Եվ նախապես շնորհակալություն եմ հայտնում բոլորիցդ իմ հոլովակը դիտելու համար, հարգելիներս, եւ չեք մոռանում բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակոճակը եւ այսքանով եմ բոլորիդ ասեմ ամենալավն ու բարին ձեզ բոլորիդ։